Փակ TV-ն ամփոփում է ԱԺ-ընտրություններում մասնակից թեկնածուների հաջորդ վեցյակի քվեարկության արդյունքները։ Այսպիսով, եթե վաղը լինեին ԱԺ-ընտրություններ, ում կտային իրենց ձայնը մեր քաղաքացիները։ Քվեարկությանը մասնակցել է 1310 մարդ, որից 64%-ը քվեարկել է Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի, 12%-ը Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, 11% ձայն տրվել է այլ թեկնածուի օգտին։ 7% ձայն քաղաքացիները տվել են Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի օգտին։ Քաղաքացիների ձայների 4%-ը ուղղվել է ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Վահե Գասպարյանի օգտին, մնացած 1% ձայները բաշխվել են Հանրապետության կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եւ Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի միջև։ Դե ինչ, մնացեք Փակ TV-ի հետ եւ սպասեք հաջորդ վեցյակին։ Առաջիկայում մեզ սպասվում է թեժ քվեարկություն։